Թող խնդրեմ կներկայացնեք ձեր գործընկերությունը։ Օլիմպավան։ Ինչ բողոքներ, ինչ ակնկալիքներ ունեք։ Բողոքները բազմիցս արդեն ներկայացրել ենք, նորից կրկնվելու եմ, որ ասեմ։ Բողոքը հետևյալն է, բացեն աշխատատեղը եւ գնանք աշխատանքի, աշխատենք։ Մենք էլ ենք ուզում գնալ աշխատանքի։ Ինչ է կարծում կառավարությունը ինչ որոշում կկայացնի ըստ ձեզ։ Կառավարությունը դեռ զբաղված է իրար բարեվարկություն սովորեցնելու վրա։ Հուսանք հերթը կհասնի մեզ էլ կանդրադառնան, կմտածեն նաև մեր մասին ու կբացեն մեր աշխատատեղերը, որպեսզի մենք էլ նորմալ մարդկանց նման գնանք աշխատանքի եւ մեր հանապազորյա հացը աշխատենք, մեր աշխատանքով մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում, չենք ուզում, մենք ուզում ենք գնալ մեր աշխատանքին։ Ինչ է կարծում, ինչ որոշում կկայացնի կառավարությունը։ Հուսով ենք, որ կվերաբացեն մեր հիմնարկները եւ մենք կացնենք մեր բնականon աշխատանքին։ Կներկայացնեք, որ գործընկերությունից եք։ Օլիմպավան։ Իսկ ինչ ֆինանսական վնասներ ունի կրած։ Շատ, հիմա չեմ կարա թվարկեմ, բայց շատ ֆինանսական վնասներ կան, այն որ մենք չենք ստացել մեր աշխատավարձները, հարկադիր պարապուրդի ենք մատնված, ցանկանում ենք կառավարությունը որոշում կայացնի, մենք անցնենք մեր աշխատանքին։ Միգուցե ինչ եք մտածում կառավարությունը փոխհատուցում կտա աշխատողներին։ Չգիտեմ, չեմ կարա պատասխանեմ այդ հարցին։ Ինչ եք պատրաստվում անել, եթե այսօրեն ինչ որ պատասխան չլինի։ Չգիտեմ, չեմ կարա։ Շարունակելու եք բողոքի ակցիան։ Միանշանակ։ Ինչ եք կարծում, ինչ կլինի, ինչ որոշում կկայացնի կառավարությունը։ Մի կարծիք չունենք, մեր պահանջը նա, որ մենք պարապուրտից ինչքան վաղտից շուտ դուրս գանք։ Մեր պահանջը դա է, որ բացեն աշխատենք, մնացած հարցերը ժամանակին ըստ կարգավիճակի կգնա։ Մենք ոչ մի բանին դեմ չենք։ Թող ամեն ինչ իր կարգով շարժվի։ Միայն թե պարապուրտի հարցը լուծվի։ Ուղղակի մեղք ենք արդեն ամսից ավել է, չգիտենք ինչ անենք, անորոշ վիճակ է։ Ներկայացնեք, որ գործընկերությունից եք։ Մենք Երևանի Արարատկոյնակի կինողու կոմբինատն ենք ներկայացնում, առանձնապես բան չկա ասել, ուղղակի պարապուրտի հարցն է, բոլոր ժողովուրդը նոր պահանջ ունեն։ Ինչ բողոքներ ունեք։ Ինչ բողոքներ, մեր հասարակության բողոքը որն է, մեկը վարորդականի համար է բողոքում, մյուսը ֆուրերի վարորդներն են, արգելվածար հայ-ռուսական բարիդրացիականները խզեց ներկայիս հանցավոր ռեժիմի թուրքահապատակ փաշօղլին, լոլիկաբուզները, ծաղկաբուզները, մի խոսքով ինչքան անապահով մարդիկ կան, բոլորը, բայց ես այդ անապահով մարդկանց կոչ եմ անում, հեռախոսը համարսել բացեի բաց ասում եմ 096 15 15 03 098 39 26 01 Եթե ուզում եք ազատվել ես ներկայիս թուրքահապատակ, թուրքի լամուկ փաշօղլուց, պետք է հավաքվեք մեկ գաղափարի շուրջ։ Կամ ազատվում եք Իրանից, կամ ազատվում եք Հայաստանից։ Բոլոր սոցիալական անապահով խավի մասին եմ ասում։ Այս պահին ունենք երկու լիդերստվա ղեկավար։ Դե Ռոբերտ Քոչարյանին առանց դաշնակների, իսկ Վարդան Ղուկասյանին համընդհանուր իր թիմակիցներով։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան։ Պիտբուլին չեմ ասում։ Շնորհակալ եմ։ Դոկա պիտբուլա ինչա։ Բոլորը որ այստեղ են, արդեն պարզ է ինչի համար են։ Բոլորը ուզում են տնտեսությունը աշխատի, որը Ծառուկյանը այսքան աշխատանքի տեղեր է բացել, թող ցույց տան մի հատ մեծ հարուստի, երբ որ այդքան աշխատանքի տեղեր է բացել։ Ես ուղիղ մի ամիսա տանը նստած եմ, ես չգիտեմ որտեղ գնամ աշխատանք գտնեմ, կամ մի քանի ռեստորան, որտեղ անում են սպասուհիներ իրանց աշխատանքը։ Ես ինչ պետք է անեմ, ոչ մենեջեր եմ, ոչ էլ այդ ռեստորանի տերն եմ։ Ցույց տվեք մի հատ հիմնարկություն պետական, որ մենք կարանք մտնենք աշխատենք։ Ոչ էկոնոմիկա կա, ոչինչ չկա Հայաստանում։ Եղած աշխատանքի տեղերը փակել եք։ Մարդիկ որտեղ գնան աշխատեն, տնտեսությունը մի կործանեք, ուրիշ ոչ մի բան, չէ որ տնտեսությունով է մեր երկիրը հզոր դառնում։ Իսկ ինչ է կարծում Ծառուկյանի, պարոն Ծառուկյանի կալանքը արդարացված է իր նկատմամբ արածը։ Ոչ մի բան էլ արդարացված չի։ Ոչ մի բանը։ Ես չեմ կարող, լսի Հայաստանում քիչ կան մարդիկ, որ աշխատանքի տեղեր են բացել։ Շատ մարդկանց են ձերբակալել, բայց աշխատանքի տեղերը բաց է մնացել։ Իսկ ստեղ փակեցին ինչի համար։ Ոնց կարելի է մարդկանց թողել առանց աշխատանք։ Ստեղ էլ կեսն է եկել, երևի գումար չեն ունեցել գան։ Ոնց գանք մենք ստեղ ամեն անգամ, գանք ստեղ կանգնենք, նորից գնանք տուն։ Ինչով գնանք գանք։ Ծառուկյանը, ես ինչ հիշում եմ, աշխատանքի տեղերա բացում ու մարդիկ աշխատում են։ Հիմա թե ինչքանով է վճարվում, բայց մարդիկ կարողանում են հիվանդանոց գնալ,
Չգիտեմ, կողքի ծախսեր անել, իսկ sense ամեն ինչ փակեցին, որ տնտեսությունը կործանվի, տնտեսությունը կործանվելով մեզ ինչ ամենակ մնում, այն հացը, հա, ինչ որ մի Ադրբեջանից մուրանք հաց, փչացած ցորեն, հա, դրան են մեզ հասցնում։ Դա չի լինի, հայրենասերները շատ են, ուրիշ ասելիք չունեն։ Գիտեք, քանի տեղ ենք դիմել աշխատանք, չկա աշխատատեղ։ Հացի խնդիր է մեր մոտ։ Չի կարելի է ձե վերաբերել այն մարդը, որ ներդրումներ է արել, մի շարք ներդրումներ։ Ինչի է այդպես վարվում այդ մարդը։ Էլ չկա հարուստես Հայաստանում։ Դե բռնեք։ Ինչի է բռնել, չգիտեիք, որ Ծառուկյան կա։ Շուտ գիտեք, Ծառուկյան քանի տարիներ է ներդրումներ անում։ Այն մարդը նոր չունի այդ ամեն ինչը։ Շուտվանից է, չէ՞, նոր հիշեցիք, որ պետքա Ծառուկյանին բռնենք, աշխատատեղերը փակենք, ժողովրդին թողեք փողոցներում, ամբողջ օրը աշխատանքների համար ենք մենք ման գալիս աշխատենք։ Թող բացեն մեր աշխատատեղերը, մենք աշխատենք։ Ուրիշ խնդիր չունենք։ Մենք պահանջում ենք, միանշանակ պահանջում ենք, որ աշխատենք։ Մենք ուզում ենք գնալ գործի, դուք եկել եք աշխատանքի։ Մենք էլ ենք ուզում աշխատենք, երեխեք ջան։ Թող բացեն, մենք աշխատենք։ Իսկ ինչի վերաբերում է Ծառուկյանին, ազատություն իրան։ Ուրիշ ոչ մի բան, շուտ ապույտ ազատում այդ մարդին, որ հասկանա ինչ է անում, սես չի լինի։ Մենք այսօր այստեղ խաղաղ, ինչպես միշտ այս մեկ ամիսը դուք նկատեցիք, ոչ մի մուլտիգրուպի աշխատակից անշնորհքություն իրեն թույլ չտվեց, բոլորս խաղաղ ճանապարհով խնդրում ենք, որ մեր մեսիջը, մեր խոսքը հասնի կառավարությանը եւ հնարավորություն տան մեզ վերաբացել եւ նորից անցնել յուրաքանչյուրս մեր աշխատանքին։ Մեր հիմնական այսօրվա խնդրանք պահանջը դա է։ Տեսնենք մեզ ինչ կպատասխանեն, լիահույս սպասում ենք, հուսանք, որ լավ պետք է լինի, որովհետեւ իսկապես ժողովուրդը շատ ծանր վիճակում է գտնվում։ Սա կարելի ասել, այո, օրհասական վիճակ է մեզ բոլորիս համար։ Եթե չլիներ այդ պահը, այդ արձագանքը, ժողովուրդը այստեղ հավաքված չէր լինի։ Հուսանք, որ լավ պիտի լինի։ Այո։ Մեր ակնկալիքները այսօրվա անկեղծ ասած բավականին մեծ է, մենք լիահույս ենք, որ իշխանությունը ականջալուր կլինի մեր խնդրանքներին եւ մենք հասկանում ենք, որ որոշակի գործընթաց է տեղի ունենում, մենք դա գիտակցում ենք եւ այդ ամենը կարելի է այո անել, մենք երբևէ չենք խոչընդոտել, չենք էլ պատրաստվում դա որևէ ինչ-որ ավելնորդ բան անել, հուսանք, որ այդ պրոցեսները գործողությունների հետ համընթաց որոշում կկայացնեն, որպեսզի վերաբացվի գործարանը եւ ժողովուրդը կարողանա անցնել իր բնականոն աշխատանքին։ Մենք ամեն դեպքում լիահույս ենք, որ այսօր մեզ կոնկրետ որևէ մի պատասխան կտան։ Հուսանք, որ լավ կլինի։ Դե մենք մշտապես պիտի խնդրանք դիմումներով նորից ներկայանանք, խնդրենք այնքան ժամանակ, ես չեմ կարծում, որ արդեն այս կարգի անտարբերություն ցույց կտա իշխանությունը ժողովրդի հանդեպ։ Արդեն մեկ ամիս է մենք այս անորոշության մեջ ենք, բայց քանի որ արդեն, ինչպես բոլորս հասկացանք եւ տեսանք, սա պետական ստրուկտուրա է դարձել գործարանը, մենք հույս ունենք, որ պետությունը շահագրգռված կլինի, որպեսզի վերաբացվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չգտնվեն այսպիսի ճգնաժամի մեջ։ Ինչ է կարծում պարոն Ծառուկյանի նկատմամբ այս ամենը արդարացված է։ Գիտեք, ես բազմաթիվ անգամներ ասել եմ եւ հիմա էլ կասեմ, ես քաղաքական մեկնաբանություններ չեմ տա, արդարացին եւ արդարացին ես թողել եմ յուրաքանչյուր մարդու խղճին, հետագան ընթացքը ցույց կտա ամեն ինչ իրավիճակները ինչպես կդասավորվեն։ Ես չեմ ուզում որևէ ավելնորդ բան ասել, երկար տարիներ աշխատել ենք պարոն Ծառուկյանի հետ միասին, մենք խնդիր չենք ունեցել տվյալ անձնավորության հետ, գոհ ենք եղել, շնորհակալ ենք եղել։ Դե հիմա մենք աշխատողներով այլևս ոչինչ չենք կարող անել, ցավոք սրտի։ Անցել է պետական բովանու ներքո, հուսանք, որ հիմա պետությունը իր հայրենակիցների մասին հոգ կտանի, իսկ ինչ ասեմ պարոն Ծառուկյանին էլ մենք մաղթում ենք առողջություն, ամուր կամք եւ հուսանք, որ պետականությունը անաչառ արդար կանցնի եւ ամեն բան իր տեղում կընկնի։ Նոյ կոնյակի գործարանը, այո։ Ինչ բողոքներ ունեք։ Ես ճիշտ ասած աշխատող չեմ, ես սովորական քաղաքացի եմ, եկել եմ ուղղակի կանգնեմ պարոն Ծառուկյանի կողքին։ Աջակցում եք իրեն այս։ Այո, աջակցում եմ, աջակցել եմ ու կաջակցեմ։ Ինչ է կարծում պարոն Ծառուկյանի նկատմամբ ինչ արել են, դա արդարացված է։ Կներես, իսկ ձեր կարծիքով արդարացված է։ Իմ կարծիքով ոչ։ Ինչ կար արդարացի։ Արդարացին նայա լինում, որ փաստ են ունենում մարդու հանդեպ։ Արդարացին նայա, որ ինչ որ մի բանի համար ինչ դա անում են, բայց ինչի համար են արել։
Ինչ որ մեկը կարող է ասել, ես չգիտեմ։ Անկեղծ չգիտեմ ինչի համար են արել։ Ինչ կոչ ունեք քաղաք։ Ինձ թվում է դա բոլորը պետք է գիտակցեն, որ խոսքը կոնկրետ պարոն Ծառուկյանի մասին չի, կոնկրետ հայ քաղաքացու մասին է, թե ինչ են արել ու ինչի համար են անում։ Իհարկե բոլորը պետք է կանգնեն, ավելի ճիշտ ոչ թե կանգնեն, այլ բունտ անեն, այսպես ասած, ու մի հատ հավաքվեն, հասկանանք ինչ են անում հայերի գլխին։ Թե չէ հոմենակ պարոն Ծառուկյանի մասին չի խոսքը, պարոն Ծառուկյանի մասին այն խոսքը կնի, որ նման մարդուն փորձում են կոտրել, բայց այդ մարդը չի կոտրվելու, դա պետք է հասկանան, իր հետևը կանգնած է Աստված։ Ինքը այնպիսի մի մարդ է, որ այսօր 10 հոգի չհասկանա, միլիոնը հասկանում է, ամբողջ աշխարհն է հասկանում, ամբողջ աշխարհը գիտի, թե պարոն Ծառուկյանն ով է, բայց խոսքը բոլորիս էլ է վերաբերվում։ Ես իրականում պարոն Ծառուկյանի մոտ աշխատել եմ նախկինում, բայց քանի որ հարգանքս չափից մեծ է իր անձի նկատմամբ ու կարող եմ ասել, որ տարիներ շարունակ աշխատել եմ իրենց մոտ եւ այդքան ժամանակվա ընթացքում ոչ մի ինչ որ անհարգալից, բացասական ոչինչ չեմ նկատել, ամենահասարակ աշխատողից սկսած եղել են շատ բարեհամբույր, մի խոսքով շատ ցավում եմ։ Այսպես պետք է չլիներ, մենք պետք է չուրախացնենք մեր թշնամուն։ Այդքանը կարող եմ ասել, ու ելի եմ կրկնում, նախկին աշխատակից եմ, բայց հարգանքից ելնելով հիմա գտնվում եմ այստեղ։ Շարունակելու եք, չէ՞, պարոն Ծառուկյանին աջակցել։ Իհարկե, շարունակելու եմ։